Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Հրապարակի տեղեկություններով զինվորական դատախազությունը քաղաքայց է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան ընդդեմ Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի։ Դատախազությունը նրանից պահանջում է պետությանը պատճառած վնասի փոխհատուցում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Տոնոյանի փաստաբանի հետ, որպեսզի ճշտենք, թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը։ Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը, հիշեցնենք, նախորդ տարի է ազատվել Պապիկյանի խորհրդականի պաշտոնից, ՊՆ-ից պատճառաբանել էին, թե դա պայմանավորված է կենսաթոշակի անցնելով, սակայն մամուլը գրել էր, որ ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ Պրոշյան գյուղում Չաղ Ռուստամ Մականվան քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում իր որդու կալանավորումն է պատճառ հանդիսացել հապճեպ եւ ինքնակամ հեռանալու։ Հիմա փաստորեն գտել են, որ նա նաեւ պետությանը վնասներ է պատճառել։ Հրապարակ օրաթերթը գրում է. մի կողմից Նիկոլ Փաշինյանը կեղտոտ հակաքարոզչություն է իրականացնում արցախցիների դեմ, ընդամենը շաբաթներ առաջ հայտարարեց, թե Ղարաբաղից եկել տղամարդ Լամիշ են լինում, մյուս կողմից պարգևատրում է յուրային արցախցիներին։ Երեկ ոստիկանության օրվա առիթով նա պարգևատրել է ներքին անվտանգության պետ Արցախի Ակուլա Մականունով Դավիթ Աղաբաբյանին, Արցախի առողջապահության նախկին նախարար երջանկահիշատակ Վիաչեսլավ Աղաբաբյանի որդուն։ Նա ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության նավի պետ է նշանակվել անցած տարվա մայիսին։ 2022-ին նա դեռ ՊՆ-ում էր, նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Տեղեկություններ կան, որ Պապիկյանի շնորհիվ էլ կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունեցել։ Հրապարակ օրաթերթը գրում է. վերջին օրերին ահա զանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում իրենց զգուշացնում են, թե առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն արդյոք հետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով։ Ծախսի 20%-ը ֆինանսավորելու են բուժառուները, 80%-ը պետությունը։ Առողջապահության համակարգում կասկածներ ունեն, որ սա նախընտրական քարոզչության մաս է կազմում եւ հունիսի 7-ից հետո դադարելու է գործել, քանի որ այն պահուստային ֆոնդի հաշվին է գործում, որը կսպառվի։ Առողջապահության նախարարությունից հերքեցին համաֆինանսավորման եւ ծրագրերի դադարեցման մասին լուրերը։ Բնական է, որ հերքելու են, մենք տարբեր առիթներով խոսել ենք նաեւ մասնագետների հետ, ովքեր պնդում են միաբերան, որ հնարավոր չէ համակարգը պահել այն տեմպի մեջ, որ հիմա նախընտրական փուլում սրանք պահում են, հայտնի դարձավ, որ Եվրամիությունից այս ծրագրի իրականացման համար փաստորեն 102 միլիոն եվրոյի վարկ են վերցրել, անընդհատ այսպես ծախսերի վարկերի պատճառ է դառնալու եւ հնարավոր չի ուղղակի այս ծավալը պահել, բայց մինչեւ ընտրություններ հնարավոր կլինի, եթե մինչեւ ընտրություններ պետք լինի 1 միլիարդ դոլար էլ պարտք վերցնել, որպեսզի ժողովրդին համոզեն, թե մենք ձեր առողջության հարցը վերջնականապես լուծել ենք, կանի, մեկը պարտքին կփակողը չի, ժողովրդի վզին է դա մնալու, միայն թե կարողանա հավելյալ ձայներ պոկել։ Սա նաև խոսում է այն մասին, որ սուտ են ԿՊԱ-ականների են պնդումները, թե իրենք վստահ հաղթանակ ունեն, որևէ խնդիր չունեն եւ ստանալու են 60+%, ինչը ծիծաղ է առաջացնում, սա ցույց է տալիս, որ իրենք ամեն մի ձայնի համար ուղղակի կռիվ են տալի եւ միլիոնավոր դոլարներ են ծախսում։ Հրապարակ օրաթերթը գրում է. չնայած արդարադատության նախարար սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև հունիսի 7-ի ընտրությունները, սակայն ԿՊ մեր աղբյուրները քիչ հավանական են համարում, որ ընտրություններից առաջ հանրության առաջ փռեն իրենց կեղտոտ սպիտակեղենը։ Խնդիրը միայն անկախության հռչակագրից ազատվելը չէ, որի մասին Փաշինյանը բաց հայտարարել է, այլ մի շարք անհավանական փոփոխություններ ու խմբագրումներ։
Մեզ ասացին Փաշինյանն իր հակով է սահմանադրությունը ձևելու, երեկ նա որոշ բան գաղտնազերծեց, ԱԺ ամբիոնից ասաց, որ մեզ պետք է վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը։ Հայաստանում նրա խոսքով պետք է լինի այնպիսի համակարգ, որը բխի ժողովրդից, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Այս հայտարարությունը մտնում է նոր սահմանադրության մեջ այնպիսի դրույթներ ներդնելու եւ արդարադատության համակարգն ուղիղ կառավարվի մեկ անձի կողմից եւ եթե վերընտրվի այդ մեկ անձը ինքն է լինելու։ Ուրեմն նկատենք, որ արդարադատություն կոչվածը Հայաստանում ուղղակի խախուտ է հիմա, լրիվ ենթակա օրվա իշխանություններին, ցանկացած հորինված գործով մարդկանց տալիս են կալանք, տնային կալանք, չգիտեմ, վարչական հսկողություն, ամեն գործ, որը իշխանությունները նպատակ ունեն որևէ կետի հասցնել, հասնում է։ Դուք պատկերացնում եք, եթե Նիկոլ Փաշինյանը դժգոհ է այս համակարգից, որը լիարժեքորեն ծառայում է իրեն, նոր համակարգը, որը ինքը պատկերացնում է, դա նման է լինելու կառավարության որոշումներ կայացնելուն։ Նիկոլ Փաշինյանը միանձնյա կառավարության նիստերի ժամանակ որոշելու է սրան դատել, սրան այս օրենքով դատել։ Ես մի քիչ ծայրահեղացնում եմ, բայց ծայրահեղացնում եմ, որ դուք հասկանաք ինչի մասին է խոսք գնում։ Այս մարդը դժգոհում է մի համակարգից, որը լիարժեքորեն իրեն ծառայում է, լիարժեքորեն քաղաքական հետապնդման գործիք է իր ձեռքին, բայց համարում է, որ դա քիչ է։ Ուրիշ ինչ պիտի անել։ Երևի դատախազները, դատավորները, քննիչները պետք է մարդկանց ոտերը կծելով գործը, ասենք, ոտերն ուտելով, հա, գործ կարեն, ստեղծեն, դատեն մարդկանց, որ Նիկոլ Փաշինյանը բավարարվի, այսինքն ծեծել է երևի օրինականացնել, որ մարդկանց բռնության ենթարկել է օրինական դառնա, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը հովանա։ Քաղաքացիները պիտի լավ հասկանան ինչ է նշանակելու Նիկոլ Փաշինյանի վերընտրություն, դա ոչ միայն նշանակելու է թուրք-ադրբեջանական շահերի լիակատար սպասարկում, դա նաև նշանակելու է, որ Հայաստանի ներսում լինելու է տոտալ ճնշման մթնոլորտ եւ ամենևին չուրախանան մեր քաղաքացիները, թե այդ ճնշումներն իրենց շրջանցելու են, որովհետեւ երբ խարույկ ես վառում, այո, սկզբում այն մեծ կտորով ցախերն ես գցում խարույկի վրա, դա պատկերացրեք նախկին իշխանավորների, քաղաքական գործիչների, լրագրողների, մնացած հանրային գործիչների տեսքով։ Բայց ի վերջո այդ մեծ ցախերը մի օր ավարտվում է, իսկ խարույկը միշտ պետք է վառ պահել։ Դրա համար հերթը բոլորին հասնելու է, եթե Նիկոլ Փաշինյանի դեմը չառնենք։ Հրապարակ թերթը գրում է. Ալեն Սիմոնյանը երեկ ոստիկանության օրվա առթիվ ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգևատրել երկու ոստիկանի ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Նրանցից մեկն իրականում բռնարար է, խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի դեմ պետ Սենիկ Երանոսյանն է։ Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թվականի փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնությաններ ենթարկել փաստաբաններ Մարսպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին, նրանց հայոյել էր, ծեծել եւ բռնության ենթարկել փաստաբաններին։ Սա օրինակ քաղաքացիական պայմանագրի տեսքը, վարքը, որ նայում ենք, Ալեն Սիմոնյանի թքող այդ անցյալը, որ նայում ենք, անցյալն ու ներկան, արդյոք մենք ինչ-որ այլ ակնկալիք ունենք, որ այլ ոստիկանի պիտի պարգևատրեն, վստահաբար պարգևատրել են հենց այն ոստիկաններին, որոնք իրենց արժեքային համակարգի դաշտում են գործում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն ԱԺՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը հայտնվել է ԿՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։ Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, որ Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ԿՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է պատգամավոր դառնալ։ Ավետյանը 2025 թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մինչ այդ, ինչպես պարզեց ժողովուրդը 2021 թվականին նա զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնը։ Հայտարարագրի համաձայն Ավետյանը ունի Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող կիսակառույց շինություն, որի 1/2 բաժնեմասը ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 11-ին գնման միջոցով։
Նրա բանկային ավանդերը կազմում են 110,000 եւ 60,000 ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները 941,500 դրամ կանխիկ միջոցներ չի հայտարարել։ Ինչ վերաբերում է եկամուտներին, օրաթերթը պարզեց, որ հաշվետու ժամանակահատվածում նա ստացել է ընդհանուր 4,107,000 դրամ եկամուտ, դրանցից 217,715 դրամը Amchap Operations ընկերությունից, 487,968 դրամը էկոնոմիկայի նախարարությունից, իսկ մնացածը այլ աշխատավարձային մուտքերից։ Իրավունք թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի նախկին կողակից Աննա Հակոբյանը մտերիմ շրջապատում անկեղծացել եւ հորդորել է, որ չնայած իրենց բաժանմանը ինքը միանշանակ Փաշինյանին վերընտրվելուն կողմ է եւ նույնը խորհուրդ է տալիս իր շրջապատին։ Մեր հարաբերությունները թող չազդեն վարչապետի նկատմամբ ձեր վերաբերմունքի փոփոխությանը, ինքս էլ իրացնելու եմ իմ քաղաքացիական պարտքը եւ իմ ձայնը միանշանակ տալու եմ գործող վարչապետին։ Վերջինիս մոտ կանգնած աղբյուրների համաձայն այս կերպ արտահայտվել է Աննա Հակոբյանը մտերիմների մոտ, ասենք ուրիշ ինչ պիտի աներ, ով ում հայտնի չի, որ սա ուղղակի տեխնոլոգիական քայլ է, բաժանել Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը հետո կմիավորվեն իհարկե, բայց այդ բաժանման գլխավոր իմաստն այն է, որ Աննա Հակոբյանը խայտարակ հակավարկանիշ ունի եւ փորձում են հերրու պայել նրան Նիկոլ Փաշինյանից։ Պատկերացնում եք Աննա Հակոբյանի վարկանիշի ինչ հակավարկանիշի ինչ խայտարակ վիճակում, որ Նիկոլ Փաշինյանի վրա է անգամ վատ ազդում այդ հակավարկանիշը։ Այսօր այսքանը, կհանդիպենք եկող շաբաթ։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48